Ողջույն, ձեզ հետ էնդոկրինոլոգ Իրինա Մուրադյանն է։ Այսօր էնդորֆինի շրջանակներում ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը ցավոք ակտուալ է։ Այսօր կքննարկենք ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մարդ գտնվում է երկարատև սովի կամ քիչ սննդամթերք ստանալու վիճակում։ Երկարատև սովը կամ սննդանյութերի ոչ բավարար ընդունումը կարող է օրգանիզմի համար շատ ստրեսային լինել եւ բերել մի շարք ախտանշանների, որոնք որ կապված են հենց դեֆիցիտների հետ։ Այդ դեֆիցիտները հիմնականում կլինեն միներալների, վիտամինների եւ այնպիսի կարևոր սննդանյութերի հետ կապված, ինչպիսիք են սպիտակուցը, ճարպերը եւ ածխաջրերը, որոնք որ հանդիսանում են մեր էներգիայի եւ ֆիզիկական ու մտավոր աշխատանքի հիմնական գրավականը։ Այստեղից առաջին ենթադրությունն ու առաջին դրույթը այն է, որ երկարատև սովը ու դեֆիցիտները կարող են բերել ուշադրության, հիշողության, ինչպես նաև կենտրոնացման դժվարությունների։ Այսինքն, մտավոր աշխատանքը առաջին հերթին տուժում է հենց դեֆիցիտների պատճառով։ Դեֆիցիտ բառը նշանակում է անբավարարություն։ Ավելի շատ այն կիրառում ենք, երբ խոսում ենք վիտամինների մասին։ Այսպիսով, երբ ուտում ենք քիչ բանջարեղեն, կարող է առաջանալ մեզ մոտ տարբեր վիտամինների պակաս։ Օրինակ, վիտամին A-ի պակասի դեպքում տուժում է մեր տեսողությունը, ինչպես նաև այլ վիտամինների պակասները կարող են բերել իրենց ախտանշանների։ B-ի դեպքում կարող են առաջանալ նյարդային սիմպտոմներ, այսինքն շուտ հոգնածություն, դյուրակրկրություն, տարբեր նյարդային իմպուլսների խախտումներ։ Վիտամին C-ի պակասը կարող է առաջացնել օրինակ ցինկահիվանդությունը, որը լնդերի փոխլունությունը, լնդերի ծառայությունությունն է։ Վիտամին C-ի պակասը նաև կապված է երկաթի պակասի հետ, որովհետև վիտամին C-ի դեֆիցիտի դեպքում երկաթը եւս չի ներծծվում օրգանիզմում։ Սակայն այստեղից նաև պետք է հիշել, որ երկաթի դեֆիցիտը եւս շատ ախտանշաններ կարող է առաջացնել մարդու մոտ։ Օրինակ, գլխապտույտներ, թուլություն, հոգնածություն, մաշկի գունատություն, աչքերի ստորին կոպերի շրջանում մուգ հատվածներ եւ այլն։ Այսպիսով, երկաթի պակասը եւս քննարկեցինք, որ նաեւ կապված կարող է լինել սակավարյունության հետ։ Վիտամին D-ի պակասը այդքան սննդամթերքից չի կախված, ինչքան արևի լույսի եւ ճառագայթների հասանելիությունից։ Վիտամին D-ի պակասը կարող է բերել ոսկրերի փխրունության, հոդացավերի, մկանացավերի եւ կալցիումի փոխանակության խանգարումների։ Կալցիումի պակասը իր հերթին, որը որ կապված է կաթնամթերքի եւ ձկնեղենի քիչ օգտագործմամբ կբերի էլի ոսկրերի փոխլունության, ինչպես նաև հնարավոր է առաջացնի սրտի աշխատանքի փոփոխություններ կամ նյարդային գրգռվածություն։ Այլ նյուտրիենտների եւ միկրոէլեմենտների պակասը եւս շատ կարեւոր է օրգանիզմի համար։ Դրանք կարող են առաջացնել օրինակ մազաթափություն, եղունգների որակի պակասեցում, մաշկային խնդիրներ, ինչպես նաև ընդհանուր զգացողության վատացում։ Ոչ բավարար քանակի սնունդ ընդունելու հետևանքով ամենամեծ փոփոխությունը, որ լինում է, դա իհարկե քաշի կորուստն է։ Քաշի կորուստը կարող է այնքան սուր լինել, որ առաջացնի շատ լուրջ խնդիրներ օրգանիզմի համար։ Ոչ բավարար քանակի սնունդ ընդունելու ամենաակնառու հետևանքը դա իհարկե քաշի նվազեցումն է։ Այս քաշի նվազեցումը կարող է այնքան սուր լինել, որ ազդի օրգանիզմի շատ լուրջ համակարգերի վրա, ինչպիսիք են սիրտանոթային համակարգ, նյարդային համակարգ, ուղեղի աշխատանքը եւ այլ շատ կարեւոր գործառույթներ։ Ինչպես նաեւ հետազոտողները շեշտում են, որ երկարատև սովը ոչ բավարար քանակի սննդի ընդունումը ավելացնում է քրոնիկ հիվանդությունների ռիսկի զարգացումը, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, օրինակ սրտամկանի ինֆարկտը կամ սրտի իշեմիկ հիվանդությունը, ինչպես նաև շաքարային դիաբետ տիպ 2-ի զարգացումը եւ այլ շատ հիվանդություններ կարող են առաջանալ հենց այս վիճակից։ Երեխաների մոտ այս վիճակը երկարատև ընթանալու դեպքում կարող է դիտվել հասակի, այսինքն աճի կանգ։ Հետևաբար երեխաներին կսպառնա կարճահասակությունը, ոչ բավարար բարդամությունը, ինչպես նաև այլ նյութափոխանակության խանգարումներ, որոնք որ կապված են հենց աճի հետ։ Այսինքն կառաջանան այնպիսի իրավիճակներ, որոնց դեպքում աճը հնարավոր չի լինի։ Այսինքն օրգանիզմը չի ունենա բավարար, այսպես ասած, շինանյութ, բավարար վիտամիններ, որպեսզի դա տրամադրի հենց մեր հասակի ավելացմանը։ Այս իրավիճակում հնարավոր է նաև սեռական հասունացման ուշացում, այսինքն ամբողջ համակարգը սկսում է աշխատել շատ ավելի դանդաղ ու չունի ռեսուրսներ դրա համար։ Ցավոք սրտի նման աղետ տեղի ունեցավ հենց մեր երկրում։ Սակայն ես խորհուրդ կտամ հնարավորինս սնվել ճիշտ, բալանսավորված, օգտագործել շատ վիտամիններ, բանջարեղեն եւ այլ սննդամթերքներ, որպեսզի կանխենք այս բոլոր բարդությունները, որոնք որ հնարավոր են։ Եղեք առողջ եւ եղեք ուժեղ։ Հաջողություն։